Մենք հասել ենք 9-րդ դասին, այնքան հպարտ եմ ձեզնով, դուք շարունակում եք հետևել դասընթացին, դուք անցնում եք դրա միջով։ Հաջորդ 2 դասերը թերևս ամենակարևորն են պոռնոգրաֆիայից ազատ լինելու թեմայի ուսումնասիրության մեջ։ Այսպիսով, այս դասին կխոսենք այն մասին, թե որտեղից է գալիս ազատության մեջ քայլելու զորությունը։ Ես սիրում եմ քարոզել այս մասին, որովհետև սա չափազանց անտեսվել է հատկապես Ամերիկայի և ընդհանրապես աշխարհի բոլոր եկեղեցիներում։ Ինչ նկատի ունեմ անտեսված ասելով։ Լավ, թույլ տվեք մի փոքր ակնարկ անեմ։ Գրեթե 8 տարի առաջ ամբողջ Ամերիկայում համազգային հարցում անցկացվեց։ Հարցմանը մասնակցեց ավելի քան 5000 մարդ։ Մենք խոսում ենք վերստին ծնված, կիրակի օրերին եկեղեցի հաճախող, Աստվածաշնչին հավատացող քրիստոնյաների մասին։ Հարցմանը տրվեց այս հարցը. Տվեք մեկ բառից կազմված 3 կամ ավելի սահմանում Աստծո շնորհքի համար։ Գերակշռող պատասխաններն էին՝ փրկություն, մեղքերի թողություն, ձրի նվեր։ Եվ կարծում եմ 4-րդ ամենատարածված պատասխանը Աստծո սերն էր։ Գիտեք, որ այդ 5000 քրիստոնյաների ընդամենը 2%-ը, ավելի ճիշտ 1.9%-ը պատասխանեց, որ շնորհքը Աստծուց ստացած զորությունն է։ Հենց այդպես էլ Աստված սահմանում է իր շնորհքը։ Աստված Պողոս առաքյալին ասաց. Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը, այսպիսով, Աստված իր շնորհքին վերաբերվում է որպես իր զորության։ Լսեք, բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը լավագույնս գործում է կամ կատարյալ է դառնում քո տկարության մեջ, կամ քո մարդկային անկարողության մեջ։ Եթե նայեք Պետրոս առաքյալին, Պետրոսի 2-րդ թղթի 1-ին գլխում նա գրում է. շնորհք շատանա ձեզ վրա, ինչպես որ նրա աստվածային զորությունը։ Այսպիսով, Պետրոսը շնորհքը վկայակոչում է որպես Աստծո աստվածային զորություն։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է, բայց ես կասեմ, թե ինչ է գրված Նոր կենդանի թարգմանության մեջ։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը տալիս է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է աստվածապաշտ կյանքով ապրելու համար։ Ինչն է կարևորը։ Դու չես կարող աստվածապաշտ կյանք ունենալ քո կարողությամբ։ Դու չես կարող պոռնոգրաֆիայից ազատ լինել քո կարողությամբ։ Անհրաժեշտ է Աստծո շնորհքը, որը նրա զորությունն է։ Ահա իմ սահմանումը Աստծո շնորհքի համար։ Այն Աստծուց ստացած զորությունն է, որը տալիս է մեզ կարողություն անելու այն, ինչ ճշմարտությունը պահանջում է մեզնից։ Թույլ տվեք կրկնել։ Այն Աստծուց զրի տրված զորությունն է, որը տալիս է մեզ կարողություն անցնելու մեր բնական կարողությունից այն կողմ եւ անելու այն, ինչ պահանջում է ճշմարտությունը։ Եթե նայեք Եբրայեցիների թուղթը, կրկին կտեսնեք, որ շնորհքը սահմանվում է որպես կարողություն կամ զորություն աստվածապաշտ կյանքով ապրելու համար։ Եբրայեցիների 12:28-ում գրված է. «Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով ունենանք շնորհք, որով, այլ խոսքով շնորհքը տալիս է մեզ կարողություն, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն ահով եւ երկյուղածությամբ»։ Եթե նայեք բնագրային բառին, շնորհքը խարիս բառն է։ Սթրոնգի բառարանը խարիսը սահմանում է որպես նվեր, ինչը ճշմարիտ է։ Այն բարերարություն է, նվիրաբերություն, բայց նաև տրվում է այս սահմանումը. աստվածային ներգործություն սրտի վրա եւ դրա անդրադարձը կյանքում։ Այսպիսով, դուք կարող եք տեսնել, որ շնորհքը Աստծուց ստացած զորությունն է։ Դրա ներգործությունը սրտի վրա, անդրադարձը կյանքում։ Աստվածապաշտ կյանքի արտաքին վկայությունը։ Ես չէի կարող ապրել աստվածապաշտ կյանքով առանց նրա շնորհքի։ Հիմա, ահա ողբերգությունը, եւ ես նկատի ունեմ ողբերգություն։ Մենք ոչինչ չենք ստանում երկնքից, մինչև չենք հավատում։ Ճիշտ է։ Մենք թագավորության մեջ ամեն բան ստանում ենք հավատքով։ Լավ։ Դուք փրկված եք հավատքով։ Դուք փրկված եք շնորհքով հավատքի միջոցով։ Հասկանում եք, հավատքը կարծես շնորհք բերող խողովակ լինի։ Հասկանում եք, թե ինչ եմ ասում։ Դուք չեք կարող որևէ բան ստանալ թագավորության մեջ առանց հավատքի։ Բայց դուք չեք կարող հավատալ այն բանին, ինչը չգիտեք։ Մտածեք դրա մասին։ Հավատալ եւ հավատք, այս օրինակում դրանք օգտագործում են որպես հոմանիշներ։ Դուք չեք կարող հավատալ այն բանին, ինչ չգիտեք։ Ուստի եթե Ամերիկայի քրիստոնյաների 98%-ը չգիտի, որ շնորհքն Աստծո զորությունն է, նշանակում է չի ստանում շնորհքի օգուտները։ Դա նշանակում է, որ Ամերիկայի քրիստոնյաների 98%-ը փորձում է ապրել բարեպաշտ կյանքով, ազատ լինել պոռնոգրաֆիայից իր իսկ կարողությամբ։ Ինչ է կատարվում, երբ փորձում ես ապրել աստվածապաշտ կյանքով։ Կատարվում է երկու բաներից մեկը. կամ հուսախաբվում ես, պարտվում, տխրում, կամ դառնում ես կեղծավոր, ինչպես փարիսեցիները։
Տխուր է, բայց Ամերիկայում այնքան շատ հավատացյալներ կան, որոնք չեն հասկանում շնորհքի զորությունը։ Ահա թե ինչու եբրայեցիների հեղինակն ասաց. համարձակությամբ մոտենանք շնորհքի գահին, որպեսզի ողորմություն ստանանք եւ, լսեք, շնորհ գտնենք կարիքի ժամանակ օգնելու։ Այլ խոսքով շնորհքը զորությունն է կարիքի ժամանակ։ Նայեք այն կնոջը, որին բռնեցին շնության մեջ։ Գիտեք, բոլոր մարդիկ ցանկացան դատապարտել նրան, բայց Հիսուսն ասաց. թող առաջինը քարը գցի նա, ով անմեղ է։ Նրանք հեռացան բոլորը, մեծից փոքր, եւ Հիսուսն ասաց. որտեղ են քեզ մեղադրողները։ Կինն ասաց. չկան։ Նա ասաց. ես էլ քեզ չեմ մեղադրում, որովհետև նա անմեղ էր, նա կարող էր մեղադրել։ Նա ասաց. ես քեզ չեմ մեղադրում։ Դա խոսում է ողորմության մասին, ճիշտ է։ Մարդիկ սխալ են հասկանում ողորմությունը եւ շնորհքը։ Ողորմությունն ասաց. ես քեզ չեմ մեղադրում, բայց հետո խոսեց շնորհքը։ Հիմա գնա ու այլևս մեղք մի գործի։ Նա չասաց չհամարձակվես կրկին մեղք գործել, աղջիկ։ Նա ասաց. ես քեզ զորություն եմ տալիս։ Շնորհք, Հիսուսն ասում է, ես քեզ զորություն եմ տալիս, որ այլևս մեղք չգործես։ Ահա թե ինչ է քեզ անհրաժեշտ պոռնոգրաֆիայի դեմ պայքարում։ Քեզ անհրաժեշտ է Աստծո շնորհքը։ Ահա թե ինչ եմ խնդրելու, որ յուրաքանչյուրը տանեք։ Սկսեք ամեն օր մոտենալ շնորհքի գահին, ամեն օր, ամեն վայրկյան մտածեք դրա մասին, ամեն վայրկյան ասեք դա, շշնջացեք ինքներդ ձեզ։ Հայր, շնորհակալություն այն շնորհքի համար, որ հեռախոսս չեմ օգտագործում պոռնոգրաֆիկ կայքերի համար։ Շնորհակալություն այն շնորհքի համար, որ չեմ վերցնում պլանշետս եւ չեմ բացում այս կայքը։ Շնորհակալություն այն շնորհքի համար, որ կանանց տեսնում եմ այնպես, ինչպես դու ես տեսնում։ Շնորհակալություն այն շնորհքի համար, որ տղամարդկանց տեսնում եմ այնպես, ինչպես դու ես տեսնում։ Շնորհակալություն փոխվելու շնորհքի համար։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Ասում եմ ձեզ, սա է ամենաեականը։ Սա է այն շարժիչը, որը գործի է դնում ամեն բան։ Դու կարող ես փոխել նյարդային օրինաչափությունները, դու կարող ես փոխել էպիգենետիկան եւ այդ ամենը դրական մտածելակերպով, բայց եթե չունես Աստծո շնորհքը, բառացիորեն չունես վառելիք եւ շարժիչ, հաղթահարելու այն, ինչից փորձում ես ազատվել։ Այս ամբողջ դասը լիովին նվիրել եմ այս ճշմարտությունը հասկանալուն։ Նայենք առաքյալներին, բացենք Մարկոսի ավետարանի 6-րդ գլուխը։ Հիսուսը, լսեք ուշադիր։ Հիսուսը նայեց աշակերտներին եւ ասաց. «Հեյ տղաներ, ես վերջացրի բազմություններին սովորեցնելը, ուզում եմ գնալ եւ ժամանակ անցկացնել աղոթքի մեջ։ Դուք մտեք նավը եւ գնացեք մյուս կողմը ու ամեն բան պատրաստեք, լավ։ Ես ուզում եմ բարձրանալ այնտեղ եւ աղոթելու, կհանդիպեմ ձեզ ծովի մյուս կողմում»։ Եվ նա գնում է աղոթելու։ Աստվածաշունչն ասում է, որ գիշերվա կեսին ալիքները, փոթորիկը եւ քամին ներհակ էին նրանց։ Աստվածաշունչն ասում է, որ աշակերտները լարված թիավարում էին։ Նախկինում ես վարել եմ նավակներ։ Անչափ հեշտ է, երբ վարում ես հոսանքին համընթաց կամ քամուն համընթաց, բայց երբ հակառակ ես քամուն եւ ալիքները զարկում են նավակին, դա արդեն պայքար է, եւ դա հենց այն է, ինչ գրված է Աստվածաշնչում։ Նրանք դժվարությամբ թիավարում էին, ճիշտ է։ Հետո տեսան Հիսուսին ջրի վրա քայլելիս։ Մարկոսի ավետարան 6-րդ գլուխ, կարդացեք այն, այնտեղ գրված է, որ Հիսուսը մտադիր էր անցնելու նրանց կողքով։ Բայց նրանք կանչեցին նրան, եւ երբ կանչեցին նրան, շնորհքը մտավ նավակ։ Եվ գիտեք ինչ կատարվեց, քամին դադարեց եւ նրանք անմիջապես հասան մյուս ափ։ Նրանք անում էին այն, ինչ Հիսուսն ասաց նրանց, բայց նրանք պայքարում էին իրենց կարողությամբ։ Դու ասում ես Հիսուս, ես ուզում եմ քո թագավորության դեսպանը լինել, ներկայացնել քեզ, բայց դու պայքարի մեջ ես, որովհետեւ այդ պոռնոգրաֆիա կոչվածը զարկում է քո նավակին։ Գիտես ինչ, այն չպետք է հաղթի քեզ, որովհետև դու տեսնելու ես Հիսուսին քո նավակի կողքով քայլելիս, եւ դու ասելու ես Հիսուս, եւ շնորհքը մտնելու է քո նավակ, եւ կռահիր, դու հասնելու ես մյուս ափ։ Ահա թե ինչ ես անելու ամեն օր, յուրաքանչյուր օր։ Նկատի ունեմ, երբ այդ ցանկությունն ի հայտ գա, այն պահին, երբ առաջանա ցանկություն այցելելու այդ կայքը, պարզապես ասա Հիսուս, մտիր իմ նավակը, հենց հիմա ես այդ շնորհքի կարիքն ունեմ, եւ տես թե ինչ է կատարվում քո մտքերի հետ, տես թե ինչ է կատարվում քեզ հետ։ Երբ կանչես նրան, անմիջապես կփոխվի քո մտածելակերպը։ Ասում եմ քեզ, նա մշտապես ներկա օգնական է կարիքի ժամանակ։
Եվ նրա շնորհքն է, որ ձրի տրվել է մեզնից յուրաքանչյուրին։ Նրա շնորհքը, ահա թե ինչու Պողոս առաքյալն ասում է, որ գիտենաք, թե ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեր մեջ եւ մեզ համար, որ հավատացինք։ Այդ զորությունը անսահման է։ Եթե կարդաք ընդլայնված Աստվածաշունչը, այն անսահման է, այն չափից դուրս է, ինչպես գրված է ընդլայնված Աստվածաշնչում։ Այդ շնորհքը քո մեջ, որ չափից դուրս է, անսահման է, հասանելի է դարձել քեզ համար, որպեսզի կարողանաս քայլել որպես թագավորության դեսպան եւ մեծ փառք ու պատիվ բերես Հիսուս Քրիստոսին։ Այնպես որ թույլ տուր նորից քաջալերել, երբ կարդում ես Աստվածաշունչը, երբ կարդում ես Աստծո խոսքը, հավատա, որովհետեւ Պողոսը աշակերտներին ասաց, եւ հիմա ձեզ Աստծուն եմ հանձնում, բայց նա կանգ չառավ այնտեղ, նա ասաց, ձեզ Աստծուն եմ հանձնում եւ նրա շնորհքի խոսքին։ Հետաքրքիր է, չէ՞, եւ նրա շնորհքի խոսքին, որ կարող է շինել ձեզ եւ բոլոր սրբվածների հետ ձեզ ժառանգություն տալ։ Նրա շնորհքի խոսքին, այս խոսքը առաջացնում է հավատք, ստանալու շնորհք, որպեսզի կարողանաք ապրել հաղթական կյանքով։ Այն շնորհք չէ միայն դժոխքից փրկվելու եւ երկինք գնալու համար, այն շնորհք է ամենօրյա կյանքի համար։ Շնորհքը զորություն է։ Երբ լսում եք շնորհք բառը, մտածեք զորության մասին։ Երբ կարդում եք Սուրբ Գիրքը, կարդում եք Աստծո խոսքը Նոր Կտակարանում, ամեն անգամ, երբ տեսնում եք շնորհք բառը, ուզում եմ, որ այն ձեր մտքում փոխարինեք զորություն բառով։ Եվ եթե սկսեք կարդալ այդպես, կսկսեք Աստվածաշունչը տեսնել բոլորովին այլ լույսի ներքո։ Եկեք կրկին կարդանք Սուրբ Գիրքը։ Ահա, Եբրայեցիների թուղթ։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով ունենանք շնորհք, ունենանք Աստծո զորությունը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն ահով եւ երկյուղածությամբ։ Ուստի շնորհքը տալիս է մեզ կարողություն ծառայելու նրան աստվածային երկյուղով։ Իսկ ինչ է ասում Պողոսը Կորինթացիների 2-րդ թղթի 7-րդ գլխի առաջին խոսքում։ Արդ այսպիսի խոստումներ ունենալով, ինչ խոստումի մասին է նա խոսում։ Աստծո հետ մտերմորեն քայլելու, սիրելիներ, մեր անձերը սրբենք։ Նկատեք, նա չի ասում, որ Հիսուսի արյունը սրբելու է մեզ։ Նա ասաց, մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարյալ դարձնենք Աստծո ահով։ Շատ լավ։ Արդյոք Հիսուսի արյունը սրբում է մեզ, անշուշտ միլիոն անգամ այո։ Բայց Պողոսն այստեղ չի խոսում արդարացման մասին։ Նա խոսում է սրբացման մասին։ Սրբացումն այն է, ինչ Հիսուսն արեց քո ներսում եւ դրսեւորվում է արտաքուստ։ Գիտեք որքան ազատագրող է այն։ Գիտեք որքան ազատագրող է, երբ բառացիորեն չունես որևէ ցանկություն պորնոգրաֆիայի համար։ Եվ սա ասում է մի մարդ, որին խեղդել էր գիրքը։ Մի մարդ, որն անտարբեր չէր պորնոգրաֆիայի նկատմամբ, նա տարված էր դրանով։ Ուստի ես ունեմ կարեկցանք, ունեմ սրտացավություն քեզ համար, որովհետև գիտեմ այն պայքարը, որի միջով անցել ես։ Բայց ասում եմ քեզ, Աստծո շնորհքը բավական է քեզ ազատելու եւ ազատ պահելու համար։ Այնպես որ հիշիր, նրա շնորհքը կփոխի, երբ կարդաս խոսքը, այն կփոխի քո մտածելակերպը, քո հայացքը հակառակ սեռի եւ կյանքի նկատմամբ։ Դու կունենաս ավելի առողջ հարաբերություններ, դու կունենաս առողջ ամուսնություն, կվայելես կյանքն այնպես, ինչպես Աստված է նախատեսել, որ վայելես։ Աշխարհը ստում է քեզ, աշխարհն ասում է ստացիր այն, ստացիր այն։ Դու պետք է ունենաս այն, դու պետք է ունենաս այն, եւ աշխարհն ամեն օր ավելի է թշվառանում։ Պարզապես նայիր շուրջդ, բայց մարդիկ, որոնք իսկապես քայլում են ուրախության եւ բավարարվածության մեջ, նրանք են, ովքեր ընդունել են Աստծո շնորհքը աստվածապաշտ կյանքով ապրելու համար։ Դա այն է, ինչ կկատարվի ձեզնից յուրաքանչյուրի հետ, որովհետև ես հավատում եմ դրան։ Այսպիսով հաջորդ դասին մենք խոսեցինք զորության մասին, ճիշտ է, այն մասին, թե ինչպես ստանանք այդ զորությունը ազատության մեջ քայլելու համար։ Հաջորդ դասին ցույց կտանք, թե ինչպես վերջնականապես մեկ ընդմիշտ հեռացնենք պորնոգրաֆիան, եւ սա ամբողջական կդարձնի մեր դասընթացը։ Կրկին ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ ձեզնով, որ ներկա եք այս դասընթացին։ 10-րդ դասը հրաշալի է լինելու։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 130 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։